Defense Housing թաղամասում կառուցապատողի խոստումներն իրականություն են դառնում հենց քո աչքի առաջ։ Արդյունքն արդեն տեսանելի է։ Թաղամասի շուրջ 8 հեկտար միջբակային տարածքներում խոստացված բարեկարգ միջավայրն արդեն ձև է ստացել։ Բակերն այստեղ պարզապես անցումային տարածքներ չեն, դրանք մտածված միջավայր են ապրելու, հանգստանալու, շնչելու համար։ 3 տարի որ արդեն բնակարանը գնել ենք ստեղ, ահագին լուրջ տեմպերով ահագին արագ գնում։ 10-ից 10 կգնահատեմ շենքային, բակային, ընդհանուր կանաչապատ տարածքները։ Կառուցապատողը պարբերաբար շրջայցեր է կազմակերպում, ներկայացնելով արդեն կատարված աշխատանքներն ու առաջընթացը ապագա բնակիչներին։ Ու նաև նրանք են արդեն փաստում, որ կանաչը Դեֆանսում պարզապես դետալ չէ, այլ հիմք, մշտադալար ծառեր, խիտ տնկարկներ, ծաղկային գոտիներ, միջավայր, որը պահպանում է իր տեսքն ու տրամադրությունը տարվա բոլոր եղանակներին, ձևավորելով ամբողջական էկոհամակարգ։ Շատ կարևոր է մեր օրյա ժամանակաշրջանում հենց էկոհամակարգի ներդրումը։ Նայում ես ամեն ինչ իր տեղում է, այս ծառերի շարքը, տեսականին։ Իսկ թաղամասի սրտում ձևավորվող անտառ պուրակ, նախատեսված 25 հեկտարի փոխարեն 40 հեկտարի հասցված ընդարձակ կանաչ տարածք, որը բաժանում է քաղաքային աղմուկն ու ստեղծում իր միկրոկլիման։ Զգացողությունը, որ դու գտնվում ես բնության գրկում, այդ արդեն երիկա։ Արդեն գործող 5 շատրվանային համալիրներն այս տարածքին տալիս են շարժում ու կյանք, շրջապատված հանգստի գոտիներով, նստարաններով ու ծաղկային միջավայրով։ Անտանակաբան ահագին հով է, զգացվում է էլի հենց տարբերությունը։ Դե իսկ հեծանվողիներն ու ճեմուղիները միացնում են ամբողջ միջավայրը մեկ հոսքի մեջ, առանց ընդհատումների, ապահովելով թաղամասի ռիթմը։